Վիգեն, ճակատենից ես։ Ճակատենից եմ։ 17 տարեկան 17 տարեկան ստեղծագործում ես։ Ինչ ես ստեղծագործում։ Ինչի մասին է քո ստեղծագործությունները։ Ունեմ ստեղծագործություններ ճակատը տուղած դեպի հաղթանակ իմ ճակատեն բանաստեղծական ժողովածու, որը ամբողջովին սիրո խոստովանություն է իմ գյուղի։ Սիրում ես գյուղը։ Շատ եմ սիրում գյուղը, որովհետև այստեղ կա մեծ սեր, որը ինձ պահում է միշտ այստեղ, եւ ես եմ սիրում գյուղը եւ նաեւ գյուղն է սիրում ինձ։ Քամին ճակատենի սարերի ծառերից տերև է պոկում ու տալիս է քեզ։ Իսկ դու ճակատենի սառնորակ իմ ջուր խաղ բռնելով տերևի հետ հեզ հասնում ես մեզ։ Հա, սիրուն ես գրել։ Գյուղը հիմա խնդիրների առաջ է կանգնած, լուրջ անվտանգային խնդիրների առաջ է կանգնած։ Ոնց եղավ, որ տենց խնդիրներ ունեցավ ճակատենը։ Ինչից սկսվեց։ 44 օրյա պատերազմի ընթացքում հետո գյուղի արոտավայրերը բանտվեց թշնամու կողմից։ Եվ ոչ միայն գյուղի արոտավայրերը։ Մի քիչ ինչ շատ ուզիչ թեմա է, բայց կփորձեմ խոսել դրա մասին։ Գյուղը բազմաթիվ խնդիրներ ունի։ Գյուղը անվտանգային խնդիրներ ունի։ Հիմա թուրքը մեր թշնամին մի քանի մետր հեռավորության վրա հենց մեր տնից, պապական տնից մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում։ Բայց չնայած դրան ճակատենցին արարում է, ստեղծագործում է, իր հողով է զբաղվում եւ ապրում է, շենանում է իր գյուղում։